Ղարաբեկյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար։ Բարի օր, Պետք է մոտ 20 րոպե առաջ, կես ժամ առաջ հայտնի լիների վերջը դատարանի ինչ որոշում կա այստեղ Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, բայց դեռ ինֆորմացիա չկա։ Տեսակերեք ինչ տեղի ունեցավ Գյումրիում, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ակնկալելի էր, որովհետև Փաշինյանը 26 թվականի, այսպես ասած, ընտրություններին է պատրաստում եւ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկում ընդդիմադիր ղեկավարություն նրան պետք չի, դա մի կողմից, երկրորդ կողմից էլ կարելի է փաստել, որ Վարդան Ղուկասյանի բախտը բերել է նրանով, որ նա կարող էր վիճակվել Փարաքարի համայնքապետի ճակատագրին եւ առհասարակ սպանության ենթարկվեր։ Սա է գործող իշխանության վարքագիծը եւ դրա մասին բազմիցս խոսվել է, բազմիցս զգուշացվել է, կանխատեսվել է, որ սա է լինելու, որ քաղաքական սպանությունները եւ քաղաքական ձերբակալությունները գնալով ծավալվելու են եւ խորանալու են, որտեվ Փաշինյանին ոչ մի դեպքում չի կարելի կորցնել իշխանությունը։ Պատճառն էլ էլի ասել եմ, որտեվ դա կենսական նշանակություն ունի Փաշինյանի համար, որտեվ խոսքը գնում է ոչ միայն իր կնգա մակիաժի եւ զբոսաշրջությունների ապահովման մասին, այլ առհասարակ նրանց կյանքի անվտանգության մասին։ Ամբողջ երկրի ոստիկանական զորքը կենտրոնացրել էին Գյումրիում, տպավորություն էր, որ չգիտեմ, թիվ 1 հանցագործին են իրենք բռնելու, այս ամենի հետ կապված ձեր Փաշինյանի խունտայի տեսանկյունից Վարդան Ղուկասյանը իրոք թիվ 1 հանցագործ է, որովհետև նրա գոյությունը, այն փաստը, որ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։ Ասենք, ով էր սպասում ինչ-որ ուրիշ ելք։ Շատ նորմալ գործընթաց է, Փաշինյանի տեսանկյունից, բարոյական, իրավական եւ մնացած բոլոր քաղաքակրթական տեսանկյունից դա աննորմալ իրավիճակ է եւ օրագալու յուրաքանչյուր ոստիկան, յուրաքանչյուր այն մանր չինովնիկ, ով այսօր նման վարք է դրսևորել, պատասխան է տալու, հարցը դա չի։ Բայց այսօր մենք ունենք այն ինչ որ մենք ունենք եւ բնական է, որ գործող վարչախմբի տեսանկյունից այդ մարդիկ թիվ 1 թշնամիներն են, որովհետեւ նրանք սպառնում են նրանց անխոչնդոտ իշխելու հնարավորությանը։ Այս համատարած ճակերտավոր գաղտնալսումները, այս որ իրանք են խոսում իբր կոռուպցիայից, թալանից, ամուսնությամբ շատերի գնահատմամբ թաղված են այդ ամենի մեջ, խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Նորից։ Այս ամբողջը իրանք որ համատարած գաղտնալսումներ են իրականացնում, իմիջիայլոց սա ուղիղ գործողությունները ուղիղ համեմատական են Փաշինյանի ազգային ժողովում այն հայտարարությանը, որ կվռնենք ու դուրս կշպրտենք։ Հիշում եք Վարդան Ղուկասյանի ասածային ինքը ինչ ասաց ազգային ժողովից։ Հարգելիներս, նախ գաղտնալսում են 18 թվականից ի վեր բոլորին, ինձ էլ, ձեզ էլ, բոլորին էլ գաղտնալսում են։ Ու արդեն վաղուց պետք էր սովորել այդ հանգամանքին եւ աշխատել զուսպ պահել անգամ երբ որ մեսենջերներով ես խոսում կամ գտնել այլ կոմունիկացիայի տարբերակներ, որ չգաղտնալսվես, ունենալ ալտերնատիվ հեռախոսներ, ուրիշ մարդկանց անունով գրանցված հեռախոսներ, չխոսել ձեր հիմնական գտնվելու վայրում, այսինքն տարբերակները շատ են, եթե դու ուզում ես խոսես ու քեզ չլսեն, այսինքն չիմանան, որ այդ հեռախոսի համարի տակ դու ես։ Բայց դրան պետք էր սովորել ու պետք է պատրաստ լինել, որ քո ցանկացած խոսք, ցանկացած օր օգտագործվելու է քո դեմ ու դրանով անցել ենք մենք բոլորս։
Հիմա մարդ կա, ով պատրաստ է դրան, եւ հետևանքներին մարդ կա, ով պատրաստ չի, եւ դրանից ելնելով արդեն պետք է կառուցեք ձեր հետագա վարքը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին եւ նրա սպառնալիքներին։ Իսկ կա ինչ-որ խոչընդոտ, որը կարող է կասեցնել Փաշինյանի նման վարքը։ Խոսքը գնում է եւ բանավոր եւ գործադիր ոլորտներում։ Չէ, չկա։ Եվ հետեւաբար ինչ ուզում եմ, այն էլ անում եմ, սա է նրա այսօրվա կարգախոսը։ Դուրս կշպրտենք, կծեծենք, կսպանվենք։ Եվ դուրս են շպրտում, եւ ծեծում են, եւ սպանում են։ Միակ դեպքն է, որ Փաշինյանը ասեց ու արեց։ Միակ դեպքն է, որ Փաշինյանը փաստորեն չի ստել։ Հիմնականում նա խոստումների մակարդակի վրա միշտ սուտ է խոսում։ Այս անգամ ասեց կծեծեմ, ծեծեց, ասեց կսպանեմ, սպանեց։ Անպատժելիության սինդրոմն է։ Երեք մեկ տեսանք, համատարած նաև մարդկանց են բերման ենթարկում ձերբակալում, 20-ից ավել մարդու։ Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Մարդը կես տարուց ընտրություններ ունի։ Վերնի մարդը չէ, կենթանին։ Եվ հիմա, այսինքն ճանապարհը նա հիմա պետք է ազատի, նա չի կարա հունիսի 5-ին սկսի։ Հունիսի 5-ին արդեն ճանապարհը պետք է լրիվ բաց լինի։ Եվ հետեւաբար այդ բոլոր գործողությունները հիմա պետք է սկսի։ Երբ որ վրացիները Թուրքիայի սահմանի վրա 200,000 հայկական կեղծ անձնագիր են ձերբակալում։ Այդ ինչի մասին է խոսում, որ այդ 200,000 անձնագիրը հունիս ամսին պետք է քվեարկեին հօգուտ Փաշինյանի։ Այդ նշանակում է, որ Թուրքիան, եթե Թուրքիայի սահմանով է մտել, ինչ է նշանակում։ Որ Թուրքիան է մատակարարում այդ եւ ֆինանսավորում այդ կեղծ անձնագրերի տպելը, տեղափոխելը եւ հանձնելը։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ոչ թե 300 ադրբեջանցի է լինելու, այդ անձնագրերը եւս հանձնվելու են 200,000 ադրբեջանցու։ Եթե նա նման գործարքի մեջ է մտնում թուրքերի հետ, ձեզ թվում է, որ նա այստեղ մարդ չի սպանի, մարդ չի ծեծի, այն էլ ոնց։ Արտուր Չապանյանն էլ երեք։ Ինչ։ Ծեծեցին տեսա։ Իմացաք այդ ինֆորմացիան։ Չեմ լսել, բայց էլի ակնկալելի է։ Փաստացի ինքը տեսնում եք հետևողական տարբեր ապօրինությունների մասին է բարձրաձայնում, որտեղ նաև թաղված է կոռուպցիայի մեջ այս իշխանությունը քաղաքային մասնավորապես։ Երեք հայտնի դարձավ, որ անհայտ անձինք հարձակվել են, ծեծել են, չնայած այսօր հայտնի դարձավ, որ մեկին բռնել են։ Եկեք հիշենք, ուրեմն ծեծի են ենթարկել Գոր Ղազարյանին, որովհետև նա իր սուր խոսքով ցավ էր պատճառում նույն կոռումպացված իշխանություններին, ծեծել են բանին Մալեն Նարեկին։ Հարգելիներս, դա բռնապետության ամենավառ դրսևորումներն են։ Պետքա ծեծեն, պետքա ձերբակալեն, պետքա սպանեն, որովհետև նրանք ունեն նպատակ, որին այս մարդիկ, այս մանր մարդուկները խանգարում են։ Որտեւ Ավինյանը ուզում է նստի տակը գրփի այդ փողերը, բայց ինչ որ Արտուր Չախոյան կամ ինչ որ Մեսրոպ Մանուկյան խանգարում են։ Չեն թողում, որ նրանք լիաթոք վայելեն այդ ձեռքբերումները, այդ վայելեն այդ հնարավորությունները, որոնց մասին նրանք անգամ չէին երազում։ Ու պարզա որ այդ մարդկանց բերանը պետքա փակել։ Պարզա որ Արտուր Չախոյանի վրա
գործ չեն կարող հարուցեն, որտեղ այդ մարդը ոչ գողացել է, ոչ արել է, ոչ ներգրաված է եղել եւ այլ, ինչի համար պետք է ձերբակալեն։ Հետևաբար ինչ պետք է անեն, պետք է ծեծեն։ Իսկ եթե չհանդարտվի, կսպանեն։ Հիշում եք ապարանում սպանեցին ընդդիմադիրներին։ Առեսօր արդեն քանի տարի է անցել։ Առեսօր գործը սայլակը տեղից չի շարժվել, ոչ մեկ չգիտի ինչի են սպանել այդ մարդկանց, ով է դատապարտվել այդ գործով։ Սպանեցին եւ մոռացեց։ Հայ դեպի անձնագրերի պարագայով։ Ածն ոչ գվում է, ոչ բվում է, որովհետեւ դա ազգային անվտանգության խնդիր է, դա զուտ ԱԱՑ-ի գործառույթն է, իսկ ԱԱՑ-ն նստած իմ հեռախոսն է լսում, որ իմանա իմ անձնական խոսակցություններում ես ում հետ ինչ եմ խոսում։ Այդ ժամանակ 200,000 կեղծ անձնագիր մտնում է Հայաստանի Հանրապետություն։ Սա այն Հայաստանը, որը դուք ընտրել եք 18 թվականին։ Սրա մասին եք երազում, դե վայելեք։ Բայց իրենց համար վախենալու չեն մտնոլորտը, որ իրենք են ստեղծել։ Իրանք չեն գիտակցում, որ հերթը իրանց էլ է հասնում։ Երբ որ 32-33 թվականին Ստալինը սկսեց ռեպրեսիաները, այն բան որ դասակարգը նստած բան էր անում, ուխ արիստոկրատներին ձերբակալեցին, ուխ գրագետներին, կիրթերին, մասնագետներին ձերբակալեցին, բայց երբ որ արդեն հերթը հասավ իրանց, որ ինչ-որ մի հատ կալխոզնիկ կամ բանվոր, որին, չգիտեմ, աշխատանքից ուշանալու համար 15 տարի ուղարկեցին Սիբիր, արդեն ուշ էր, որտեղ խաղի կանոնները արդեն հստակեցվել էին։ Այսինքն թե ձեզ թվում է, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալելով թեման փակվել է կամ Արթուր Չախոյան ծեծելով։ Ոչ, որովհետև հաջորդ քայլով դուք եք ծեծվելու, ձերբակալվելու եւ սպանվելու։ Դա բռնապետության տրամաբանությունն է։ Երբ որ բռնությունը վերևից իջնում է ներքև։ Դրա մասին արդեն 1000 անգամ խոսացել ենք, ինչ իրանց խաղաղությունը։ Իրանք օրինականություն բերեցին, Հայաստանը հեղեղված է կրիմինալով եւ բիսպրիդելով։ Նրանք կոռուպցիայի դեմ պայքար բերեցին, բայց այն կոռուպցիան, որը հիմա է Հայաստանում տիրում, տենց բան չի եղել նախկին 3 նախագահների ժամանակ, միասին իրանք այդքան չեն գրփել գողացել, ինչքան սրանք էս 7-8 տարում։ Ու դրա մասին կան բազմաթիվ փաստեր։ Ու բարոյականություն բերեցին, վարչապետի էքը Facebook-ով ազգու ժողովրդին ինչ անպատվություն, ինչ վիրավորանք չասես չհասցրեց, էս են։ Իրանց սաղ ինչքան բարեկամ ունեն, ես չգիտեմ ինչ որ գոնե, պրոստը եթե մարդը կարա երկու ոտի վրա առանց ճոճվելու կանգնի, պետական ատյաններում աշխատանքի տեղավորեցին։ Էս են։ Հիմա նույն ձև էլ խաղաղություն է լինելու։ Որտեւ այդ մարդիկ չգիտեն ինչ բան է, օրինականություն, արդարադատություն, տնտեսություն, առողջապահություն, կրթություն եւ հետեւաբար նրանք չգիտեն ինչ բան է խաղաղություն։ Հետո այս իրականության մեջ նաև կուզեմ այն ամեն առավոտ տեսնում եք ինքը ինչպես է տեսանյութերը, սրտիկները, երգը հեսօրելի առավոտը հեծանիվով է գնացել Անձրևին Դումիկյանի սարերով ձորերով երգի տեղ։ Մարդը գործ չունի, սա գործերը արել է, հիմա վայելում է իր ցանած ման հասկանում եք նա իրոք վատառողջ մարդ է կամ էլ հիանալի ձևացնում է այդ իր բանը հոգեբուժական խնդիրները
Բայց այնուամենայնիվ մարդ, որը այս ծանր պատմական պահին փոխանակ աշխատի, հասկանում եք, ես Բրեժնևի ժամանակվանից կամ տեսել եմ առնվազն մի 7-8 երկրի ղեկավար, հա։ Ես չեմ հիշում դեպք, ոչ սովետի ժամանակ, ոչ անկախ Հայաստանի ժամանակ, որ Հայաստանի առաջի դեմքը այնքան ժամանակ ունենա, որ նստի Facebook-ի դեմը։ Այսինքն, այդ խոսում է նրա մասին ոչ թե որ նա մտել է քարոզչական դաշտ, որ նա չի խնայում իր սեփական ժամանակը, եւ հետեւաբար նա չի խնայում մեր բոլորի ժամանակը եւ հետեւաբար, այսինքն այն ժամանակը, որը նա պետք է աշխատեր հօգուտ Հայաստանի, նա Աստված գիտի ինչով է զբաղվում։ Դա դրա մասին է խոսում։ Դե հիմա սրտկեց, չսրտկեց, ես չեմ հիշում դեպք, որ որևիցե երկրի առաջի դեմք այդքան զբաղվի շատ ապուշ մակարդակի ինքնապիառով։ Այսինքն ժամանակ ծախսի դրա վրա, այստեղ ամենակարևորը ժամանակն է, որը դու պետքա նվիրես քո երկրին, որովհետև դու ստանձնել ես այս երկրի համար պատասխանատվություն, քեզ վստահել են այդ պատասխանատվությունը, դու հեծանիվ ես քշում, կնգաթ այդ կուկուռուզ ես լափում Դիլիջանի տրասին, ինչ-որ ռիլսեր ես նկարում, այն բան է, փոդքաստ եք նկա, հասկանում եք դա աննորմալ է։ Ու տենց աշխատում է ամբողջ պետական համակարգը։ Ես հիշում եմ 20 թվականի պատերազմի ժամանակ, 44 օրյայի ժամանակ, մենք հասցնում էինք գնայինք տուն, չլինելով պետծառայող, չլինելով ոչ մի պարտավորվածություններով կաշկանդված, հա, 2-3 ժամով վազում էինք տուն, լողանում էինք, մի կետոր հաց էինք ուտում, էլի վազում էինք մեր համակարգիչների առաջ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատակազմը իրանց աշխատատեղը լքում էր ուղիղ 18:00-ին պատերազմի պայմաններում։ Հասկանում եք, պատերազմը դա ֆորս մաժոր է։ Այդ ժամանակ դու աշխատում ես հանուն ինչի, այլ ոչ թե աշխատավարձ ստանալու, ու քո օրը սկսում է ոչ թե 9-ից 18, այլ ինքը այնքան է տևում, քանի կա աշխատանք, քանի կա բան, նույնը քարորիայի ժամանակ էր, երբ որ ես աշխատում էի պետական կառույցում։ Մենք 1-2 ժամ էինք քնում գիշերը 4 օրվա ընթացքում, որովհետև ապահովում էինք Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգությունը։ 44 օրյայի ժամանակ դա չէր գործում, այսինքն մարդը գալիս է իր 8 ժամ աշխատում, հետո օֆիսը փակում է, գնում է տուն։ Այս վերաբերմունքն է երկրին, գործին եւ ժամանակին։ Ու այդ մարդը 26 թվականին այս պարագայում դառնալու է վարչապետ, ես չեմ օգտագործում ընտրվելու, որտեղ նա չի ընտրվելու։ Նա դառնալու է վարչապետ։ Մեզ բոլորիս այդպես մսաղացով անցկացնելով նա դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ու իմ բանով պատկերացմամբ, այսինքն իմ պրոգնոզներով նա լինելու է Հայաստանի Հանրապետության վերջի վարչապետը։ Եթե սեն շարունակվեց։ Մինչև այսպիսի ինֆորմացիա էր պատկանում, որ ինքը իրականում է ստեղծել, որ հրահանգել ռեպրեսիաները, ես ռայտում իր տիկին ներկանգնած։ Դրա տեղը կարա կանգնած լինի իր դուստրիկ արփին։ Պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը։
որովհետև Փաշինյանն է պաշտոնապես զբաղեցնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը, թե իր էքը ինչ է անում կամ ինչ են անում նրանք, ով որ էքին են լսում, դա ուրիշ հարց է, բայց երբ որ պատասխան տալու ժամանակը կգա, պատասխանատալու եւ Նիկոլը, եւ էքը եւ այն անձը, ով որ լսում է ոչ թե Փաշինյանին, այլ Փաշինյանի էքին, որտեվ Փաշինյանի էքը չունի ոչ մի իրավունք հրահանգներ բաժանել, կսացի ոնց որ կրթվեց եկավ, հա? Հա, ոնց որ եկավ, խորոված էր սերտը ուզում, այն օրը Գյումրու օրը գնացին խորոված ուտելու։ Ոբշ, այդպես մարդը 2 տարվա ծրագիր է, 2 շաբաթում ծավալեց ու եկավ։ Մա, սովորեք։ Տիկին Ադրբեկյան, այդուհանդերձ մենք երեք տեսակ ի վերջո ճիշտ է, ամեն ինչ գնաց ավարտվեց նաև Վարդան Ղուկասյանի կանանքով, բայց հասարակության մոտ, հավերության մոտ ակնածում դուք չեք նկատում։ Դուք նկատում եք։ Երեք բեռնատարները փակել են Բագրատաշեն եւ Բավրա ճանապարհները։ Դա համընկավ Վարդան Ղուկասյանի ձերբակալության հետ։ Հարց. ինչի են բեռնատարները փակել Մայրուղին, որովհետև նրանք առաջ Ռուսաստանում գտնվելու իրավունքը 180 օր էր, հիմա 90 օր է։ Որով անցկացնում են անցակետի վրա։ Всё։ Իրան հետաքրքիր չի։ Վարդան Ղուկասյան, չգիտեմ այնտեղ Նիկոլ Փաշինյան, ռեպրեսիաներ, քաղաքական հետապնդումներ, իրան հետաքրքիր չի։ Եթե ասենք գնում ենք թալանածը հետ բերենք, վազելով այդ ֆուրերը կհայտնվեն հրապարակում։ Նախ, երկրորդը, այդ մարդկանց հետ պետք է աշխատել, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իր տակլիկ կաբինետում նստած, ինչ-որ սենց հականիկոլական ճառերը ասում ու այդ ֆուրայի շոֆերը վերականալու գնա իր հետևից, դա այդպես չի, այդ մարդկանց հետ պետք է հետևողական աշխատել, ֆինանսներ ներդնել, ծրագրեր ծավալել, հենց այնց չի էլի, որ սենց կոստյումով, գալստուկով սիրուն տղեկը նստում են, սկսում են պատմել ինչ վատ, հա մեկը ես, սենց նստում սկսում են պատմել ինչ վատ է, ես բացարձակապես չեմ ակնկալում, որ ինչ-որ եզանգեղի կտվորուհի վերականալու գա Երևան կողքս կանգնի, դա այդպես չի, որտև այդ կտվորուհին ոչ ժամանակ ունի, ոչ էլ լսի նման բաներ, երկրորդն ասկի չգիտել, որ նման բաներ կան ու պետք է լսել, այդ մարդկանց դուռը հասնել է պետք, իսկ ով որ չգիտի ինչ բան է քաղ տեխնոլոգիաներ, աշխարհում կան միլիոնավոր կիրթ հմուտ մասնագետներ, դիմեք մասնագետների, նրանք դες կօգնեն այդ ֆուրերը ծռել Բավրայից դեպի Երևան։ Եվ հարկի չեսպես անդրադարձեք, այդ համատարած բեսպրիձելը, սպանությունները, օրը մի սպանություն եկեղեցում, մեկը գնում է երկուսի սպանում, հետո երկուսին է սպանում, այս ամեն ինչի ինչ է արդյունքը։ Երբ որ քո համապատասխան պրոֆիլային համակարգը ղեկավարում է ինչ-որ մի հատ անհասկանալի էակ, սա պետք է լինի, որովհետև համակարգը պետք է գործի շատ կոշտ կանոնների ներքո։ Երբ որ քո համակարգը ծառայում է Նիկոլ պաշտպանելու, այլ ոչ թե հասարակական կարգ ապահովելու համար, պարզա որ սենց պետք է լիներ։ Մենք տեսել եք այդ աղջկան։ Ասենք դրանից ինչն է, ասում ես անգամ իմ շենքին պատից լիազորություն է այդ աղջկան չէի վստահի։ Անգամ վերելակի փող հավաք, դե վերելակի փողը հիմա on-line է, հարցը դա չի։ Լիազորությունը չէի վստահի։
Պարզավոր սենց պետք է լինի։ Այսինքն, երբ որ ես արդեն 8 տարի ասում եմ, որ տգետներին բերում են, դնում են ղեկավարող պաշտոնների ու համակարգ են փլուզում, ես սայի նկատի ունեի։ Որ համակարգը սենց է փլվում։ Երբ որ կա հանցագործություն, ու այդ գործը չի քննվում, ու հանցագործները մնում են անպատիժ, եւ չկա հանցագործություն, բայց այդ մարդիկ ձերբակալվում են, զուտ են պատճառով, որ անկերը ու մարդու խաթրին կպել են, պարզավոր սենց պետքա լինի, եւ սպանվելու են, եւ չեն նստելու եւ անպատիժ են մնալու։ Սա է։ Եվ վերջին հարց գիտեմ շտապում եք, այսինքն սրբազաններ գնացին, կանոնավորվեցին, փաստաբան կանոնավորվեց, ընտրված համայնքապետ կանոնավորվեց, ինչ է անում Փաշինյանը։ Ես արդեն ազից դրանից սկսեցի խոսքս։ Նա մաքրում է իր ճանապարհը անխոչնդոտ 26 թվականին դառնա կամ մնա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Всё այնտեղ ոչ մի լուրջ թեմա չկա։ Եվ բանտել է բոլորին։ Միանշանակ։ Այդ հիմա է սկսել սրբազան, ես չգիտեմ, համայնքապետ հասնելու են մինչև կտվորուհի Վարսիկ, որովհետև նա կով կթելու ժամանակ Փաշինյանին ինչ որ քննադատական է հայտնել Փաշինյանի հասցեին։ Էս է լինելու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։